Մատթեոս 11 Հովհաննես Մկրտչի պատգամաբերները Եվ երբ Հիսուս վերջացրեց իր 12 աշակերտներին պատվեր տալը, այնտեղից գնաց, քարոզելու և ուսուցանելու շրջակա քաղաքներում։ Իսկ Հովհաննեսը, երբ բանտում լսեց Քրիստոսի գործերի մասին, ուղարկեց իր աշակերտներին և նրանց միջոցով ասաց նրան. «Դու ես, որ գալու էիր, թե ուրիշին սպասենք»։ Հիսուս պատասխան տվեց նրան և ասաց. «Գնացեք պատմեցեք Հովհաննեսին, ինչ որ դուք լսեցիք և տեսաք. կույրերը տեսնում են, կաղերը քայլում, բորոտները մաքրվում, խուլերը լսում, մեռելները հառնում, և աղքատներին քարոզվում է ավետարանը։ Եվ երանի է նրան, ով իմ պատճառով չի գայթակղվում»։ Հիսուսի վկայությունը Հովհաննես Մկրտչի մասին։ Երբ Հովհաննեսի աշակերտները գնացին, Հիսուս սկսեց ժողովրդին ասել Հովհաննեսի մասին. «Ինչ տեսնելու ելանք անապատում, հողմից շարժվող եղեք, հապա ինչ տեսնելու ելաք, փափուկ զգեստներով զարդարված մարդ, ահա նրանք, որ փափուկ բաներ են հագել, թագավորների պալատներում են, ապա ինչ տեսնելու ելաք, մի մարգարե, այո, ասում եմ ձեզ, առավել քան մի մարգարե, որովհետև նա է, որի մասին գրված է. ահա ես կուղարկեմ իմ պատգամավորին քո առջևից, որ քո առաջ քո ճանապարհը պատրաստի։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, կանանցից ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից ավելի մեծը չի եղել, բայց երկնքի արքայության մեջ ամենից հետինը նրանից մեծ է։ Հովհաննես Մկրտչի օրերից մինչև այժմ երկնքի արքայությունը բռնադատվում է, և հզորներն են հափշտակում այն, քանի որ ամբողջ օրենքը և մարգարեները մարգարեացան մինչև Հովհաննեսը։ Եվ եթե ուզում եք ընդունել, Հովհաննեսն է եղյալ, որ գալու է, ով լսելու ականջ ունի, թող լսի։ Ում նմանեցնեմ այս սերնդին, նման է նա մանուկների, որոնք նստած են հրապարակներում, կանչում են իրենց ընկերներին և ասում. «Ձեզ համար փող հնչեցրինք, բայց չպարեցիք, ձեզ համար ողբ երգեցինք, բայց դուք լաց ու կոծ չարեցիք»։ Եկավ Հովհաննեսը, ոչ ուտում էր և ոչ խմում, և ասացին. «Նրա մեջ դև կա»։ Եկավ Մարդի որդին, ուտում է և խմում, և ասում են. «Ահա ուտող և խմող մարդ»։ Բարեկամ, մաքսավորների և մեղավորների, բայց իմաստնությունը արդարացվեց իր որդիների կողմից։ Վայեր չապաշխարող քաղաքներին։ Այն ժամանակ նա սկսեց պարսավել այն քաղաքները, որոնց մեջ նրա բազում զորավոր գործերը տեղի ունեցան, բայց նրանք չապաշխարեցին։ Վայ քեզ, Քորազին, վայ քեզ, Բեթսայիդա, որովհետև եթե Տյուրոսում և Սիդոնում տեղի ունեցած լինեին այն զորավոր գործերը, որ ձեր մեջ արվեցին, վաղուց արդեն քուրջով և մոխրով ապաշխարած կլինեին։ Բայց ասում եմ ձեզ, Տյուրոսի և Սիդոնի երկրի համար ավելի տանելի կլինի դատաստանի օրը, քան ձեզ համար։ Եվ դու, Կափառնայում, մի՞թե մինչև երկինք պիտի բարձրանաս։ Ոչ, պիտի իջնես մինչև դժոխք, որովհետև եթե Սոդոմում եղած լինեին այս զորավոր գործերը, որ եղան քո մեջ, արդարև մինչև այսօր նրանք կանգուն կլինեին։ Բայց ասում եմ ձեզ, որ Սոդոմացիների երկրի համար դատաստանի օրը ավելի տանելի կլինի,
քան քեզ համար։ Գոհություն երկնավոր հորը։ Այն ժամանակ Հիսուս պատասխան տվեց և ասաց. Գոհություն եմ հայտնում քեզ, Հայր, Տեր, երկնքի և երկրի, որ ծածկեցիր այս բանը իմաստուններից և գիտուններից ու հայտնեցիր մանուկներին։ Այո, Հայր, քանի որ այսպես հաճելի եղավ քեզ։ Ամենայն ինչ տրվեց ինձ իմ հորից, և ոչ ոք չի ճանաչում որդուն, եթե ոչ հայրը, և ոչ ոք չի ճանաչում հորը, եթե ոչ որդին, և նա, ում որդին ուզենա հայտնել։ Եկեք ինձ մոտ, բոլոր հոգնածներդ և բեռնավորվածներդ, և ես ձեզ կհանգստացնեմ։ Իմ լուծը ձեր վրա վերցրեք և սովորեցեք ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ, և ձեզ համար հանգիստ պիտի գտնեք, որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը թեթև։